Պատկերացրեք մի ոսկի, որը վերապրել է համաշխարհային ջրհեղեղը, որը կերակրել է հսկա կայսրություններ ու բառացիորեն դարձել մի ամբողջ ազգի դենեթեն։ Բայց այն, ինչի մասին մենք հիմա կխոսենք մեր այսօրվա վերլուծության մեջ, մետաղ չէ, դա շատ ավելի աներևակայելի բան է։ Եվ այստեղ միանգամից հարց է առաջանում, լավ, բա ի՞նչն է Հայաստանի իսկական ոսկին, ի՞նչն է թանկարժեք գանձը, որը փոխել է պատմության ընթացքը, բայց որը դուք կարող եք պարզապես վերցնել ու ուտել։ Պատկերացնում եք ավելի քան 3000 տարի։ Հնագետները այս առեղծվածային ոսկու հետքերը գտել են դեռևս հնագույն ուրարտական բնակավայրերում գառնի պեղումների ժամանակ։ Այսինքն այն գոյություն է ունեցել դեռ շատ քաղաքակրթությունների ի հայտ գալուց շատ առաջ։ Եվ այսպես, մաս առաջին, ոսկին, որն ուտում են, կամ պարզապես ծիրան, գիտականորեն հայտնի որպես Prunus armeniaca։ Բայց տեսեք, հայերի համար սա ուղղակի սովորական միրգ չէ, նայեք գույնին։ Հայաստանում դա պարզապես նարնջագույնը չէ, դա միանգամայն առանձին ու եզակի ծիրանագույնն է, դեղինի, նարնջագույնի ու վարդագույնի ինչ-որ անհավանական կատարյալ խառնուրդ։ Գիտեիք, որ հնում հայ թագավորներն ու թագուհիները կրում էին հենց այս գույնի տոնական զգեստներ։ Ու սա շատ ավելի մեծ պետական նշանակություն ունի, բայց դրան կհասնենք մի փոքր ուշ։ Մաս երկրորդ, լեգենդներ եւ պատմական գաղտնիքներ։ Եկեք հասկանանք, թե ինչպես այս միրգը գրավեց աշխարհը։ Նրա ճանապարհորդությունը պարզապես էպիկական է։ Լեգենդն ասում է, որ այն եղել է Սիրո աստվածուհի Աստղիկի ամենասիրելի միրգը։ Մի ուրիշ ավանդազրույց էլ պնդում է, թե մեծ ջրհեղեղից հետո Նոյի տնկած ու փրկված միակ ծառը հենց ծիրանենին էր։ Հետո Ալեքսանդր Մակեդոնացին այն այստեղից տարավ Հունաստան, իսկ արդեն հռոմեացիները, երբ առաջին անգամ համտեսեցին այն հայկական հողի վրա, առանց երկար մտածելու անվանեցին հայկական սալոր՝ Prunus armeniaca։ Այս պատմական ճամփորդության ընթացքում ծիրանը դարձավ իսկական գոյատեզման խորհրդանիշ։ Սփռվելով աշխարհով մեկ, հայկական սփյուռքն իր հետ միշտ տարել է այս մասունքը։ Օրինակ, այս պատմական տեղեկագիրը հենց դրա վառ ապացույցն է։ Այն ցույց է տալիս մի ժողովրդի տոկունություն, որը երբեք չի մոռանում իր արմատները, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է գտնվում։ Անկախ նրանից, թե որքան հեռու են գնում, հայերը պահպանում ու փոխանցում են իրենց մշակույթը, արվեստը, հիշատակը։ Բայց գիտեք, կա մի գաղտնիք, մի շատ յուրահատուկ բան, որը նրանք իրենց հետ տարել են գրեթե ամենուր։ Եվ դրա մասին ես ձեզ կպատմեմ ընդամենը վայրկյաններ անց, որովհետև դա իսկապես անհավանական է։ Իսկ հիմա մաս երրորդ. ինչով է այն յուրահատուկ կամ այդ աննկարագրելի համը։ Ուրեմն հարց. ինչու հենց Հայաստանում։ Որովհետև այստեղ ծիրանը պարզապես չի աճում, այն բառացիորեն թրծվում է Արարատյան դաշտի դաժան, բայց պարարտ արևի տակ։ Պատկերացրեք, այստեղ աճում է ծիրանի ավելի քան 40 տեսակ, բայց անվիճելի արքան իհարկե շալախն է։ Այն ունի արքայախնձորի նուրբ համ, մեղրի պես քաղցր է ու պարզապես անհավանական հյութեղ։ Եվ պարզապես լսեք այս թիվը՝ 700 կիլոգրամ։ Մեկ հատիկ հզոր շալախի ծառը կարող է տալ մինչև 700 կիլոգրամ բերք։ Դա ուղղակի մրգի մի ամբողջ լեռ է ընդամենը մեկ ծառի վրա։ Սա արդեն խոսում է հողի ու արևի ինչ-որ անհավանական մոգական ուժի մասին։ Եվ ամենահետաքրքիրը, հայերը ծիրանից ոչ մի բան դեն չեն նետում։ Շատերի համար մանկության ամենավառ, ամենատակ հիշողությունը կորիզից սուլիչ պատրաստելն է։ Սա մի ամբողջ արարողություն է։ Դուք ուտում եք միրգը, հետո կորիզը քսում եք քարին կամ ասֆալտին, մինչև որ անցք բացվի, ասեղով մաքրում եք միջուկը ու վերջ։ Դուք ունեք ձեր սեփական բնական սուլիչը։ Ինչպես տեսնում եք, ամեն մի դետալ օգտագործվում է։ Մաս 4. Հոլիվուդի գաղտնի ձայնը։ Այ հիմա հասանք ծառի աներևակայելի ուժին։ Մենք մոտենում ենք այսօրվա մեր ամենաանսպասելի բացահայտմանը։ Տեսեք, եթե դուք վերցնեք սովորական փայտ, դրանից լավագույն դեպքում կստանաք կահույք կամ պարզապես վառելափայտ, բայց ծիրանենու չորացած փայտը լրիվ այլ աշխարհ է։ Այն մի ամբողջ ազգի հոգու եւ ձայնի պահոցն է։ Ու դա պարզապես գեղեցիկ բառեր չեն։ Ծանոթացեք, սա դուդուկն է, կամ որոշ տեղերում հայտնի որպես ծիրանափող։ Այս հնագույն, խորը ու լացող ձայնով փողային գործիքը պատրաստվում է բացառապես ծիրանի չորացած փայտից։ Վարպետները դարեր շարունակ փորձել են այն ստանալ ուրիշ ծառերից, բայց ապարդյուն։ Այդ աներևակայելի թավշյա հնչողությունը տալիս է միայն ու միայն Հայաստանի ծիրանենին։ Ու գիտեք ո՞րն է ամենացնցողը։ Նույնիսկ եթե դուք երբեք չեք եղել Հայաստանում, դուք 100%-ով լսել եք այս ձայնը։ Գլադիատոր, Ավատար, Դա Վինչիի ծածկագիրը, Կարիբյան ծովի ծովահենները, այո, աշխարհի խոշորագույն հոլիվուդյան բլոկբասթերների ամենահուզական, ամենաազդեցիկ պահերն ապահովում է հենց Հոլիվուդի գաղտնի ձայնը՝ հայկական ծիրանենին,
Անհավանական է, չէ՞։ Սա այնքան հզոր ուժ ունի, որ 2005 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնապես ճանաչեց հայկական դուդուկն ու նրա երաժշտությունը որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։ Մի պարզ ծառ դարձավ համաշխարհային մշակույթի գլխավոր սյուներից մեկը։ Մաս 5. Մեր հավերժական խորհրդանիշը։ Ինչպես են միավորվում միրգը, պատմությունն ու արևը։ Հիմա եկեք այս բոլոր թելերը կապենք իրար։ Հիշում եք, սկզբում խոսեցինք ծիրանագույնի մասին։ Ուրեմն, եթե դուք հարցնեք որևէ հայի իրենց դրոշի գույների մասին, նրանք երբեք չենացի կարմիր, կապույտ եւ նարնջագույն։ Նրանք հպարտությամբ կուղեն ձեզ ու կասեն կարմիր, կապույտ եւ ծիրանագույն։ Այս միրգը բառացիորեն գործված է ազգի ինքնության մեջ։ Այն շարունակում է ապրել, շնչել ու ոգեշնչել մարդկանց ամեն օր։ Երևանում ամեն տարի անցկացվում է Ոսկե ծիրան հեղինակավոր կինոփառատոնը։ Եկեղեցիներում մինչև հիմա կատարվում է հնագույն ծիրանօրհնեքի արարողությունը, իսկ Կոմիտասի հանճարեղ ծիրանի ծառ, երգն ու դուդուկի անմահ մեղեդիները շարունակում են միավորել հայերին ամբողջ աշխարհում։ Եվ ի վերջո, աշխարհում կան շատ թանկարժեք մետաղներ, բայց Հայաստանի իսկական ոսկին անհնար է գողանալ կամ թաքցնել ինչ-որ փակ սեյֆում։ Դա այն քաղցրությունն է, որը դուք զգում եք շոկ արևի տակ։ Այն մեղեդին է, որը ստիպում է ձեզ արտասվել կինոթատրոնում։ Եվ այն անկոտրում տոկունությունն է, որն ապրում է մի ամբողջ ժողովրդի մեջ։ Հաջորդ անգամ, երբ ծիրան կհամտեսեք, հիշեք, դուք պատմություն եք ճաշակում։ Շնորհակալություն դիտելու համար։ Մնացեք հետաքրքրասեր եւ մինչ հաջորդ վերլուծություն։